Արցախցիների Լեռնային Ղարաբաղ վերադարձը որքանով է հավանական իրավական եւ քաղաքական առումներով։ ՀՀ պաշտոնական դիրքորոշմամբ ներկայումս հայերի ԼՂ վերադարձը իրատեսական չէ։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշելով. պետք է անել ամեն ինչ, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները մնան Հայաստանում։ Այս ընթացքում ՀՀ քաղաքացիություն է ստացել 7760 արցախցի։ Նշենք, որ բռնի տեղահանվածների թիվը ավելի քան 115,000 է։ Ըստ ՀՀ արտգործնախարարության Լեռնային Ղարաբաղի լուծարումից հետո ԼՂ հայության իրավունքների խնդիրը դուրս է եկել կարգավորման օրակարգից։ Հայտնենք, որ արցախցիները պատրաստվում են դիմել Շվեյցարիայի կառավարությանը վերադարձի իրավունքի շուրջ միջազգային քննարկումներ նախաձեռնելու նպատակով։ Իրավագետ Արտաշես Խալաթյանը Զարգերակեի հետ զրույցում ասաց, որ իշխանությունը այս պահին քաղաքական բավարար գործիքակազմ չունի այդ հարցը առաջ տանելու համար։ Նրա խոսքով խաղաղության պայմանագրում վերադարձի մասին դրույթ չլինելը չի նշանակում, որ հարցը փակված է։ Մեզ հետ զրուցած արցախցիները եւս հնարավոր չհամարեցին վերադարձը։ Չեմ կարծում, որ քաղաքական վիճակը նպաստում է դրան, նշեց նրանցից մեկը։ Փորձում եմ հույսս չկորցնել, որ մի օր հետ կգնանք մեր հայրենիք։ Հայաստանն էլ իմ հայրենիքն է, չէ՞ որ բոլորս էլ հայ ենք, բայց Արցախը իմ ծննդավայրն է, նշեց մեկ այլ արցախցի։ Մյուսի խոսքով էլ հետ վերադառնալու հույս չկա, եւ դա անհնար է։ Թուրքն այդ դրախտավայրը հեշտ ու հանգիստ մեզ չի տա, ասաց նա։